Սիրելի Ֆիլիպ, բարև։ Բարև, Արթուր։ Ինչպես միշտ հաճելի է քեզ տեսնել եւ քեզ հետ խոսել։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ուզում եմ հիշեցնել մեր լսարանին, որ խոսում ենք Փարիզ Ասաս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր եւ Ապաստանի իրավունքի ազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ռաֆի Քալֆայանի հետ, այնպես չէ՞։ Այո, հիմա Հայաստանում շատ կարևոր իրադարձություններ են սպասվում մոտ ժամանակներս, Եվրոպական գագաթնաժողովն է, եւ դրանից հետո ես կուզեի քեզ հետ քննարկել այս կառավարության հաջորդ քայլերը, որովհետեւ, չգիտեմ, նկատել ես թե ոչ, բայց կա անկլավների հարցը։ Անկլավներ, այսինքն մենք արդեն Տավուշի 4 գյուղ հանձնել կամ փոխանցել ենք, բայց դեռ 3-ը կան, որ պետք է հանձնվեն, եւ կա նաեւ Տիգրանաշեն գյուղը հարավում։ On a déjà transféré ou cédé 4 villages à Taouch, mais il y a encore 3 à céder, et il y a un village de Tigranachen, dans le sud. Ուրեմն կարող ենք սկսել անկլավներից կամ Եվրոսամիտից կամ ինչից կուզես, ասա։ Ինչպես կուզես, Արթուր, ոչ մի խնդիր չկա։ Լավ, եթե ուզում ես, սկսեմ անկլավներից, որովհետև պարոն Քոնայի դեպքում կասկածելի է, երբ նա դադարում է խոսել ինչ-որ բանից եւ հարցնում ենք. Արդյոք արդեն հանձնել եք անկլավները։ Ու պատասխան չկա։ Դա շատ վտանգավոր է, քանի որ նա նույն կերպ էր արձագանքում Ղարաբաղի հարցերին։ Ասում էր. ոչ, Ղարաբաղը հանձնելու հարց չկա, մենք ուղղակի կիջեցնենք Ղարաբաղի կարգավիճակը։ Իսկ հետո պարզվեց, որ նա իրականում հանձնել է Ղարաբաղը։ Հետո նույնը եղավ Զանգեզուրի միջանցքի հետ։ Նա փոխեց անունը։ Անվանում են Trip։ Դե դա անհեթեթություն է։ Կարող են անվանել Disneyland կամ Euro Disney, դա ոչինչ չի փոխում։ Եվ հետո մենք կանգնեցինք փաստի առաջ։ Հիմա տպավորություն ունեմ, որ նա արդեն հանձնել է անկլավները։ Նա արդեն ստեղծել է կատարված փաստ եւ մենք կիմանանք նրա արածի մասին հետո։ Ոչ հիմա, այլ հետո։ Մենք կհասկանանք, որ նա արդեն հանձնել է անկլավները։ Ինչպես գիտես, անկլավները գտնվում են երկու ռազմավարական ճանապարհների վրա։ Երևանը, Հայաստանի կենտրոնը եւ հարավը կապող ճանապարհը, որն անցնում է Քարքիով, Տիգրանաշենով։ Եվ մյուս ճանապարհը միակն է, որ կապում է Հայաստանի կենտրոնը հարավի հետ։ Իսկ մյուս շատ կարևոր ճանապարհը Հայաստանի եւ Վրաստանի միջև է, որն այժմ կլինի ադրբեջանական ուժերի անմիջական հսկողության տակ։ Կան նաեւ գազատարը, ինտերնետ կապերը եւ այս ռազմավարական ճանապարհը։ Երկուսն էլ կկորցնենք։ Ահա թե ինչ եմ կարծում, որ սա կարևոր է։ Այնպես որ ասա ինձ, թե ինչ ես կարծում, եթե ունես տեղեկություն կամ մտքեր ու դիտարկումներ մեզ հետ կիսվելու համար։ Դուք պնդումներ եք անում եւ դա մի փոքր անհարմար է, բայց ես կցանկանայի մի փոքր հետ գնալ։ Հետ գնալ նշանակում է վերադառնալ։ Այն հայտարարություններին, որոնք արվել են թե Հայաստանի կողմից, թե Ադրբեջանի կողմից, տարածքների հարցի վերաբերյալ։ Այո, ճիշտ է, որ այսօր Տավուշի 3 կամ 4 գյուղեր արդեն ինչևէ օկուպացված են Ադրբեջանի կողմից ամեն դեպքում։ Qui sont occupés en tout cas par l'Azerbaïdjan. Ես շատ լավ եմ պատկերացնում անկլավների տեղակայումը, այո։ Des enclaves կամ էքսկլավների, եթե նայենք Ադրբեջանի կողմից։ Այսպիսով կա մեկը, որը գտնվում է հենց Նախիջևանի, Իրանի եւ Հայաստանի տարածքների սահմանների հատման կետում, կամ ավելի ճիշտ, մոտ է այդ հատման կետին։ Դա Տիգրանաշենն է։ Իսկ հյուսիսում կան 3 գյուղեր, որոնք ավելի մոտ են վրացական տարածաշրջանին։ Երբ խոսում ենք ճանապարհի մասին, հարավ-հյուսիս, թե հյուսիս-հարավ, դե ճիշտ է, որ Տիգրանաշենը ռազմավարական կետ է, բայց կա նաև Մեղրին, որը մյուս ռազմավարական կետն է հյուսիսից դեպի հարավ կամ հարավից դեպի հյուսիս։ Եվ դա մեզ կտրում է մի մասից, ըստ էության։ Ou du sud vers le nord. Donc, bon, ça nous coupe d'une partie effectivement Հյուսիս-հարավ կապերից, բայց Մեղրին միշտ կլինի։ Սակայն Մեղրի հարցում կա անհայտություն։
c'est Դա այդ հայտնի ce fameux իջանցքն է, corridor. Parce որովհետև que նույնիսկ même եթե si, lors բանակցությունների des ընթացքում pourparlers, հայկական le կառավարությունը gouvernement պնդում է, arménien որ prétend կլինի qu'il y aura un հյուսիս-հարավ passage անցում, nord-sud, չնայած այս ճանապարհին։ malgré cette route Trump Trump, il y a aucune երաշխիք garantie. ոչ մի կերպ չկա։ C'est-à-dire que si Այսինքն, vraiment եթե ce այս projet նախագիծն était իրոք mis, իրագործվի, en եթե դա exécution, իրականություն դառնա, il n'est pas վստահ չէ, որ certain que Միացյալ les Նահանգները États-Unis թույլ laisseraient կտան passer, անցնել les ապրանքների flux de հոսքերին, marchandises, qui որոնք venant գալիս են d'Iran, Իրանից vers le հյուսիս։ Donc ça veut dire Այսինքն, que si եթե on մենք տանք donnait Տիգրանաշենը, Tigranashène եւ եթե այս et Թրամփի si ճանապարհը cette իրականացվի ու route գործի, Trump մենք լիովին est կտրվածենք mise հարավից։ en Մենք œuvre, լիովին eh bien, կտրվածենք on est Իրանից եւ totalement այն coupé ճանապարհներից, որոնք du հարավից sud. դեպի հյուսիս On են est բարձրանում։ totalement coupé de l'Iran et des routes qui remontent du sud vers le nord. Alors, Ուրեմն ինչու է pourquoi je ասում, որ disais, il պետք է faut հետ revenir գնալ։ en arrière? Il faut Պետք է bien comprendre հասկանալ, que որ Ադրբեջանը en 1991-ին, 1991, երբ ստեղծվեց Ադրբեջանի նոր հանրապետությունը Հայաստանի հանրապետության հետ միաժամանակ, նույն ժամանակահատվածում։ Այսպիսով, 1992 թվականին Ադրբեջանը հայտարարություն արեց ՄԱԿ-ում, ասելով. Ահա, մենք հիմնադրեցինք Ադրբեջանի այս նոր հանրապետությունը։ Ադրբեջանի նոր հանրապետությունը հիմնված է հենց դրա վրա։ Ուրվագծերը, այսինքն աշխարհագրական ուրվագծերը 1998-1920 թվականների Ադրբեջանի հանրապետության։ ՄԱԿ-ում հնչած նույն այդ հայտարարության մեջ Ադրբեջանը հետևաբար մերժում է ողջ խորհրդային ժառանգությունը։ Այսինքն հստակ ասում է մենք չենք ճանաչում խորհրդային ժառանգությունը եւ խորհրդային Ադրբեջանի ժառանգությունը։ Ուրեմն ինչ է սա նշանակում։ Եթե նայենք 1998-1920 թվականների Ադրբեջանի քարտեզին, այսինքն անկախ հանրապետությունը ոչ միայն Հայաստանի հարավը կպատկաներ Ադրբեջանին, այլ նաև մի Հայաստանի շատ մեծ մասը, որը կկիսեր Սևանալիճը երկու մասի եւ կհասներ մինչեւ Վրաստանի Մարնեուլիի շրջանը։ Նույնիսկ այդ վրացական շրջանը եւս կպատկաներ 1918-1920 թվականների Ադրբեջանի հանրապետությանը։ 20 Ուրեմն Սակայն այսօր Ադրբեջանը շատ երկդիմի դիրքորոշում ունի սրա հանդեպ։ Այսինքն պաշտոնապես ՄԱԿ-ում նրանք հայտարարեցին հենց 1918-1920 թվականների Ադրբեջանի հանրապետության հիմքի մասին։ Միևնույն ժամանակ նրանք կիսաբերան ճանաչեցին ինձ տարածքային սահմանակությունները խորհրդային միության փլուզման պահին։ Ես շեշտում եմ տարածքային սահմանազատումները։ Սա այն է, ինչին կարճում է Հայաստանի կառավարությունը, երբ անընդհատ ասում է Ալմա-Աթա, չհասկանալով, թե ինչի մասին է խոսում։ Բայց Ադրբեջանը պահպանում է այս երկիմաստությունը։ Եվ հենց այս երկիմաստությունն է, որ վտանգավոր է։ Այսինքն, այսօր Ադրբեջանն ասում է, այս էքսկլավները, այսինքն այն տարածքները, որոնք Հայաստանի տարածքում են, մեզ են պատկանում։ Հետևաբար դրանք պետք է վերադարձվեն մեզ։ Այստեղ Ադրբեջանը գործում է ռազմավարական փուլերով, այսինքն նա սկսում է հենց սրանցից։ Այն էքսկլավները, որոնք նա համարում է նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետության Ադրբեջանի կազմի մաս։
Եվ հետո նրանք կանցնեն երկրորդ փուլին, որն իրականում կայանում է նրանում, որ պահանջեն այն տարածքները, որոնք պատկանում էին, ճիշտ ասած, պատկանելու էին այն հանրապետությանը, որը նրանք ճանաչել էին 1992-ին, այսինքն 1918-ից մինչև 1920 թվականների հանրապետությանը։ En 1992, c'est la République de 1918-1920. Այսպիսով, նրանք հարձակվում են, նրանք առաջ են շարժվում։ Շատ մասշտաբարական ձևով, այո։ Ուրեմն, այս ռազմավարական երկիմաստության շնորհիվ, այսինքն մի կողմից առաջին հերթին, նրանք պահանջում են էքսկլավները, որոնք ճանաչված էին խորհրդային բաժանմամբ, եւ դրանից հետո նրանք կբարձրացնեն 1918-20 թվականների հանրապետության տարածքների պահանջը։ Ահա, եւ հենց այս շրջանակում է, որ Հայաստանի կառավարությունը կամ չի ուզում հասկանալ, կամ չի ուզում տեսնել, որ Ադրբեջանը աստիճանաբար եւ հետեւողականորեն տարածքները հետ վերցնում, խաղալով երկու տեսակի, այսինքն ռազմավարական երկիմաստության վրա։ Լիով Ֆիլիպ, եւ կարծում եմ դա շատ խելացի է, որովհետեւ ես գիտես վերջերս ուսումնասիրեցի 1918-1923 թվականների պատմությունը։ Կար 18 համաձայնագիր, պայմանագիր եւ հրադադար Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ տերությունների Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի միջեւ 18-6 տարում։ Ուստի, եթե Ադրբեջանը գործում է Ադրբեջանի հանրապետության հիման վրա, ինչպես ասում ես, որը գոյություն ուներ 1918-20 թվականներին, այսինքն, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները մշտապես փոխվում էին այդ ժամանակաշրջանում։ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջևանը հարցականի տակ էին, դրանք հարցականի տակ էին, եւ ոչ անգլիացիները, ոչ ամերիկացիները, ոչ ռուսները չկարողացան մշտական լուծում գտնել այս խնդրին։ Ուստի, երբ պետք է զիջումներ պահանջել Հայաստանից, երբ Հայաստանը պետք է զիջի Ալիևի պահանջներին, նա մեզ ցույց է տալիս խորհրդային միության քարտեզը, բայց հետո եթե ուզենան ավելի հեռուն գնալ, մեզ ցույց կտան 1920-1918-ի Ադրբեջանի քարտեզը։ Բայց երբ մենք վերընթերցում ենք վերջին բոլոր հայտարարությունները, ապա բոլորովին ակնհայտ է, որ նրանք ավելի հեռուն են գնալու։ Ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը պնդում է, որ նախ եւ առաջ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, եւ որ ստորագրվելուց հետո մենք անդրադառնալու ենք երկու հանրապետությունների տարածքային սահմանազատման հարցին։ Այսինքն, սա նույնիսկ թաքնված արատ չէ, այսինքն ուղղակի մենք արդեն լավ գիտենք, որ խաղաղության պայմանագիրը չի լուծում երկու հանրապետությունների միջև սահմանազատման հարցը։ Ուստի երբ կապ ենք հաստատում իմ նախկինում ասացի հետ, այսինքն այս անորոշության մասին, այն մասին, որ ռազմավարական տարածքների հարցում գումարած այն փաստը, որ խաղաղության պայմանագիրը չի լուծում տարածքային սահմանազատման հարցը, ապա մենք հստակ տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի հեռուն է գնալու եւ ես չունեմ հատուկ տեղեկություններ այն մասին, թե ինչ է Հայաստանի կառավարությունը, այսինքն իրականում պարոն Փաշինյանը, տվել կամ չի տվել, խոստացել կամ չի խոստացել։ Բայց մենք տեսնում ենք, որ այս բոլոր շատ զգայուն, շատ նուրբ թեմաները փաստորեն այսօր ընտրություններից առաջ լիակատար լռության են մատնված։ Այսինքն, ուրեմն Ուստի եւ հենց դրա համար է կառավարությունը, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակցության անդամները, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պնդում են, որ պետք է ունենան բացարձակ մեծամասնություն հաջորդ խորհրդանում։ Հենց դա է, որ ձեռքերն ազատ պահելու եւ բոլոր համաձայնագրերը ստորագրելու համար։
Ադրբեջանի հետ, եթե նրանք չունեն բացարձակ մեծամասնություն, ապա խնդիր կլինի, քանի որ ինչպես դուք գիտեք, Արթուր, այս բոլոր պայմանագրերը միջազգային են, իսկ միջազգային պայմանագրերը լինեն երկկողմ, թե բազմակողմ ըստ Հայաստանի սահմանադրության, պետք է վավերացվեն խորհրդարանի կողմից։ Ուստի խաղաղության պայմանագրի վավերացումը եւ ապագա տարածքային զիջումները ունենալու համար Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը պետք է բացարձակ մեծամասնություն հայկական խորհրդարանում կամ ապագա խորհրդարանում։ Միանշանակ, ուստի 1918-ից մինչև 1920 թվականները մենք ունենք 3 լուծելի հարց։ Կային 3 տարածք, որոնք հարցականի տակ էին։ Ըստ անգլիացիների, Հայաստանը պետք է պահեր Նախիջևանը, բայց Հայաստանը ստիպված կլիներ կզիջեր Ղարաբաղը, Ղարաբաղն ու Զանգեզուրը, ըստ էության։ Հետո բոլշևիկները լուծում գտան, նրանք լուծում գտան Նախիջևանը Ադրբեջանին, Զանգեզուրը Հայաստանին, իսկ Ղարաբաղը դա կլիներ ինքնավար մարզ։ Բայց հիմա 3-ից 2-ը արդեն կորցրել ենք, չկա Ղարաբաղ, չկա Նախիջևան, մնում է միայն Զանգեզուրը։ Եվ դու էիր ինձ ասել անցյալ անգամ մենք խոսեցինք, կարծեմ մի քանի շաբաթ առաջ, դու ինձ ասացիր, որ Բաքվում 60 երկրների ներկայացուցիչների եւ մոտ 100 փաստաբանների հետ համաժողով կար քննարկելու պատմական Ադրբեջանի հարցը։ Նրանք չեն թաքցնում այն փաստը, որ մենք արևմտյան Ադրբեջանի տարածքում ենք, այնպես չէ։ Nous sommes sur le territoire de Azerbaïdjan occidental, n'est-ce pas? Հենց որն է հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը Զանգեզուրն է, որովհետև մենք արդեն սկսել ենք, լավ, չեմ ուզում պնդումներ անել, պարոն դատավոր, գիտեմ, չեք սիրում, բայց արդյոք ձեր կարծիքով Թրամփի միջանցքը, թե Դիսնեյլենդը, թե Զանգեզուրը, Թուրքիան մեկ շաբաթ առաջ հայտարարեց հենց այն, ինչ ես կանխատեսել էի 5 տարի առաջ, ճիշտ 5 տարի առաջ։ Ես նույնն եմ ասում։ Թուրքիան Զանգեզուրը կհայտարարի իր կենսական ազգային շահի գոտի։ Եվ հետո մենք այլևս չենք տեսնի Զանգեզուրը։ Ահա, նրանք հայտարարեցին, որ դա մեր ազգային, կենսական շահի գոտին է։ Կենսական է մեզ համար։ Արդյոք Զանգեզուրի մասնատում արդեն չի սկսվել, որովհետև Մեղրի կորստով, Զանգեզուրի միջանցքի կորստով, իմ կարծիքով, կներեք, անգլերենում ասում են leading question, հուշող հարց է դա, բայց իմ կարծիքով դա արդեն սկսվել է։ Զանգեզուրի մասնատումն արդեն սկսվել է, որովհետև ինչպես դուք ասացիք, Ֆիլիպ, արդեն եթե կորցնենք Քարթլին, կտրում ենք կենտրոն հարավ ճանապարհը եւ Մեղրին կկտրվի։ Այսպիսով, Զանգեզուրի այս փոքր կտորը կատարելապես տեղակայված է կլանվելու համար։ Դա կլինի սենդվիչի պես փաստորեն։ Ինչ է կատարվում Et là, on a Mehri qui serait coupé. Donc, on a ce petit morceau de Zangezur qui est parfaitement situé pour être avalé. Ça serait comme un sandwich, en fait. Qu'est-ce que tu penses? Yes, ուրեմն նախքան նորից մեկ անգամ ուղղակիորեն պատասխանելը իսկապես ես ուշադիր կերպով կարդում եմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հայտարարությունները կապված այն աշխատանքների հետ, որոնք նրանք ձեռնարկել են, այդ հայտնի Զանգեզուրի ճանապարհի, այսինքն միջանցքի համար, երկու երկրներն էլ ասում են, մենք արդեն կատարել ենք մեր աշխատանքները, դրանք պատրաստ են։ Եվ միևնույն ժամանակ մենք գիտենք համենայն դեպս Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ, մարտի սկզբին, ես հնարավորություն ունեցա հանդիպելու Երևանում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարին։ Եվ ես նրան հարցրեցի այդ հայտնի treat նախագծի մասին, այսինքն այդ միջանցքի ճանապարհի մասին։ Նա ինձ ասաց. Ուսումնասիրողների առաջին խումբն է եկել եւ հենց հիմա է սկսում տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը։ Այդ ամենը մարտի սկզբին էր։ Այսինքն ասել է թե մենք դեռ տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում ենք։ Այսինքն մենք նույնիսկ չգիտենք արդյոք ամերիկացիները համարում են, որ այս նախագիծն իրագործելի է։ Այդ ընթացքում ինչ է պատահել, ինչ փոփոխություններ եղան։ Տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ։
այսօրվա անորոշ իրավիճակի հետ, որը տիրում է հիմա։ Այսինքն մենք չգիտենք, արդյոք այս պատերազմը կշարունակվի, թե ոչ, եւ որքան ժամանակ կտևի այն։ Այնուամենայնիվ, քանի դեռ այս պատերազմը տևում է, քանի դեռ Իրանը դիմադրում է, այս ճանապարհը, treat-ը շուտով չի իրականանա։ Սակայն դե ինչպես դուք կրկնեցիք Արթուր, այս ճանապարհի նախագիծը իրոք ռազմավարական է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Նրանք պատրաստ են։ Այսպիսով, եթե ամեն ինչ շատ երկար տևի, վաղ կա, որ իրոք նրանք միջոցներ կձեռնարկեն ապահովելու համար, որ այդ ճանապարհը կառուցվի ու գործի։ Այսինքն, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք կվերցնեն տարածքի այդ հատվածը։ Դա իրական վտանգ է։ Պետք է եւս մեկ անգամ բոլորին հիշեցնել, որ երբ Ալիևը 2020-ին Ուրեմն պատերազմ սկսեց Ղարաբաղը հետ բերելու համար, նրա շարժառիթը, նրա պատրվակն էր հետևյալը։ Լսեք, 30 տարի է արդեն քննարկում ենք Մինսկի խմբի շրջանակներում։ Բավական է։ Ես ուզում եմ Ղարաբաղը հետ բերել։ Ուստի, ես նախաձեռնություններ եմ ձեռնարկում այն հետ բերելու համար։ Եվ նույն բանը կարող է կրկնվել։ Այսինքն, թուրքերն ու ադրբեջանցիները կգան ու կասեն. լսեք, բավական է։ Սա արդեն շատ երկար է տևում։ Մենք անverջ չենք սպասի եւ կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Ահա։ Les Turcs et les Azerbaïdjanais vont dire, écoutez, ça suffit, ça dure depuis trop longtemps, donc nous, on ne va pas attendre indéfiniment et on fait le nécessaire. Voilà. Իմ կարծիքով դուք լիովին իրավացի եք, բայց Ֆիլիպ, այս կառավարության եւ նրա քարոզիչների թիմի պատասխանը ներառյալ Դոնոսավիլի քաղաքապետի, երբ սկսում ենք խոսել սրա մասին, նրանք ասում են. սա խուճապ է։ Սա խուճապ է, որը դուք խոսում եք այնպիսի բաներից, որոնք իրական չեն։ Դուք անտեղի վախեցնում եք մեր բնակչությանը։ Իրականում պայմանագրում, համաձայնագրում կա մի կետ, չգիտեմ, մի քանի անգամ Հայաստանի ինքնիշխանությունը նշված է այդ փաստաթղթում, ինքնիշխանությունը, բայց դուք, պարոն դատավոր, դուք թերևս լավագույն մարդն եք այս հարցին պատասխանելու համար։ Դուք միջազգային իրավունքի փորձագետ եք, որովհետև դժվար չէ գնալ Google-ում եւ փնտրել ինքնիշխանության սահմանումը։ Ըստ իս, ես փորձագետ չեմ, բայց մի քիչ գիտեմ, ինքնիշխանությունը ձեր տարածքի նկատմամբ լիակատար եւ բացառիկ վերահսկողությունն է, առանց օտարերկրյա միջամտության։ Չի կարող լինել օտարերկրյա միջամտություն։ Ուրեմն, ձեր կարծիքով, եթե մենք այդ փոքր հողակտորը զիջել ենք Միացյալ Նահանգներին եւ Միացյալ Նահանգները կունենան 64%, 49 տարով, իսկ հետո եւս 50 տարով, արդյոք Հայաստանի ինքնիշխանությունը հարգվում է այս համաձայնագրով։ Սա է, սա իսկապես հարցն է։ Իրավական ճշգրտում կարծում եմ կարևոր կլիներ ունենալ դա։ Est-ce que la souveraineté d'Arménie est respectée par cet accord? C'est vraiment la question. Une précision juridique, je pense, d'avoir ça. Ես դες արդեն պատասխանել եմ այս հարցին նախորդ հարցազրույցներից մեկում։ Հարցը հստակ ոչ է։ Այնտեղ չի լինի։ Ներողություն, հստակ ինչ չլսեցի։ Հարցը պատասխանը։ Հարցի պատասխանը հստակ ոչ է։ Այդ տարածքի գոտու նկատմամբ ինքնիշխանություն չի լինի։ Չի լինի, քանի որ կառավարումը տրվում է մասնավոր ընկերության, որը իրականում կպատկանի, որի 75%-ը սկզբում կպատկանի ամերիկյան շահերին, բայց ցանկացած պահի effectivement, qui sera à 75% détenu au départ par des intérêts américains, mais à tout moment, այդ 75%-ը կարող է վերավաճառվել այլ պետությունների, այնպես որ սա արդեն բոլորովին հստակ է։ Donc c'est clairement ինքնիշխանության կորուստ։ Նույնիսկ եթե այս համաձայնագիրը ասում է, որ այդ տարածքային գոտին կմնա Հայաստանի իրավասության տակ, բայց եթե մանրամասն նայենք, դա իրականում բացարձակապես ոչինչ չի նշանակում, քանի որ ça ne veut rien dire parce que բոլոր ապրանքները, բոլոր մարդիկ, ովքեր կշարժվեն այս տարածքով, Ադրբեջանը դա հստակ ասել է եւ բազմիցս կրկնել. մենք չենք ուզում որևէ շփում ունենալ որևէ հայ մարդու հետ այս միջանցքով անցնելիս։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է որ սա չեզոք գոտի է, իսկ չեզոք գոտին ըստ էության Հայաստանի ինքնիշխանությունից դուրս է։ Donc un no man's land, c'est hors de la souveraineté d'Arménie.
Voilà. Et quand on Եվ dit դա ça, ասում ենք ils մեզ nous անմիջապես accusent մեղադրում de են, diffuser խոճապ la տարածելու մեջ։ panique. Անմիջապես Ils nous accusent մեղադրում de են։ suite. Ինձ Moi, j'ai été մեղադրեցին, accusé, tu sais, գիտեք, le Դոնոստի maire de Donosty, քաղաքապետը il a presque գրեթե porté plainte, բողոք pas presque, il ներկայացրեց a իմ porté դեմ, plainte ոչ թե contre գրեթե, moi, այլ il m'a ներկայացրեց, accusé, bon, բողոք je mens, ներկայացրեց իմ ce sont դեմ։ des Մեղադրեց, mensonges, թե on ստում va եմ, garder notre սրանք souveraineté. ստեր են, Il մենք n'arrête pas de կպահենք մեր répéter ça, mais c'est ինքնիշխանությունը։ clair, Նա անդադար c'est կրկնում clair է դա, qu'on բայց n'aura պարզ է, pas de բոլորովին souveraineté. պարզ Mais է, bon, որ ինքնիշխանություն donc չենք déjà ce ունենա։ petit Բայց morceau լավ, de suif, այսպիսով il est Սյունիքի déjà այդ bien փոքր կտորն découpé, արդեն prêt կտրտված à է, être պատրաստ grillé et տապակվելու avalé. ու կուլ Et տրվելու։ après, Հետո dans հյուսիսում le կան nord, 3 on գյուղեր, a կարծում եմ, որոնք 3 Ադրբեջանը villages, համարում je է pense, qui անկլավներ, sont եւ որոնք considérés պետք է par հանձնվեն Azerbaïdjan Ադրբեջանին։ comme des Այնտեղ enclaves Ադրբեջանը qui vont կվերահսկի être եւ cédées à ուղղակիորեն Azerbaïdjan. Et կհսկի là, ռազմավարական ճանապարհը։ l'Azerbaïdjan va Գրեթե միակը, որ contrôler, մնացել է։ surveiller Կա եւս directement մեկ la route, ճանապարհ, la route բայց սա stratégique, la շատ seule ավելի qui կարեւոր reste է, presque. Il y միակը, a encore une autre, Թբիլիսիի mais եւ Երևանի celle-là, elle est միջեւ։ beaucoup plus Նրանք importante. կհսկեն եւ La seule qui կվերահսկեն։ reste Եթե entre ուզեն Tbilissi et կտրել Yerevan, կապը, ils vont կարող են դա անել surveiller 5 et ils րոպեում։ vont Ահա contrôler այսպես։ s'ils Ձեր veulent, կարծիքով s'ils սա veulent ռիսկեր couper la պարունակում է communication, Հայաստանի ils peuvent համար։ le faire Եվ gidեք dans 5 արդյոք, minutes, որոշումն comme արդեն ça. կայացվել է այդ Est-ce qu'à անկլավները votre avis, ça présente des risques pour l'Arménie? Et est-ce que vous savez si la décision a été déjà prise pour céder ces enclaves? Ah non, Ոչ, ça, դա je ne ես sais չգիտեմ, pas. Je ne բացարձակապես sais չգիտեմ։ absolument pas. Բայց Mais բայց միջնաժամկետ կամ si երկարաժամկետ l'on կտրվածքով regarde sur le նայելիս moyen բոլորովին long terme, ակնհայտ է, il est bien որ évident Ադրբեջան ունի ռազմավարական կամք տիրանալու այս բոլոր հանգուցային կետերին, քանի որ դա Հայաստանը խեղդելու միջոց է։ Այսինքն, մենք հիմա Հայաստանը խեղդում ենք, որպեսզի Հայաստանն այլևս բոլորովին կենսունակ չլինի։ Ուրեմն եւ en train d'étouffer l'Arménie. Et pour que l'Arménie ne soit plus du tout viable. Կարծում եմ դա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, կարծում եմ նույնիսկ Վրաստանը պետք է մտահոգվի այս սեղմվող օղակով, քանի որ հյուսիսում այդ 3 գյուղերի վերահսկողությունը վերցնելով դա նաև սպառնալիք է Վրաստանի համար։ Կրկնում եմ ձեզ եւս մեկ անգամ, վրացական տարածքի մի մասը ներառված է 2018-2019-20 թվականների Ադրբեջանի քարտեզում։ De l'Azerbaïdjan de 1918-1920. Իդեպ, Վրաստանը միշտ խնդիրներ է ունեցել Մարնեուլիի շրջանում ապրող ադրբեջանական փոքրամասնության հետ։ Մարնեուլին դա Հայաստանին սահմանակից շրջանն է, հենց հարևան շրջանը։ Եվ այս շրջանն ունի շատ մեծ ադրբեջանական բնակչություն, այո։ Այնպես որ Վրաստանը նույնպես վտանգված է ադրբեջանական այս ռազմավարական ծրագրով։ Այնպես որ եթե նրանք վերահսկեն այդ 3 գյուղերը, դա նաև սպառնալիք է Վրաստանի համար։ C'est également une menace sur la Géorgie. Et excusez-moi. Այո, ասեք ինձ, ասեք, շարունակեք։ Բայց դրանք վրացիների հետ միակ սահմանային անցակետերը չեն այդ 3 գյուղերը։ Կա Վրաստանի հետ հիմնական սահմանային անցակետը, դա այնուամենայնիվ Սադախլո, չէ։ Այո, վրացական գյուղն է կարծում եմ։ Ահա, դա նույն տեղը չէ, ոչ, նույն շրջանը չէ։ Ահա, միշտ կմնա մի ճանապարհ։ Միայն մեկը, վերջինը։ Այսպիսով, այս մուտքի բազմաթիվ ուղիները կորցնելու հետևանքով մենք հստակ տեսնում ենք, որ սա խեղդելու ռազմավարություն է։ Եվ ես հիշեցնեմ, եւ իդեպ Հայաստանի կառավարությունը չի կարող ասել, որ դա ճիշտ չէ, քանի որ հենց այս անցած շաբաթ Արարատ Միրզոյանը, արտաքին գործերի նախարարը, դողոքել է։ Ararat Mirzoyan, le ministère des Affaires étrangères, s'est plaint auprès de la Turquie. Այսպիսով, երբ նա մասնակցում էր մի ֆորումի, կարծեմ Թուրքիայում, բայց Թուրքիան ուշացնում է սահմանների բացումը։ Այսինքն, տեսնում եք, հենց Հայաստանն է, որ պատրաստ է բացել սահմանը, մինչդեռ Թուրքիան ձգձգում է։ Այդ պատճառով էլ մենք հստակ տեսնում ենք, որ կա Հայաստանը խեղդելու ռազմավարություն, միաժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Donc on voit bien qu'il y a une stratégie d'étouffement de l'Arménie à la fois par l'Azerbaïdjan et la Turquie. Ինչպես ասացի, պարոն դատավոր, Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև եղել են բազմաթիվ հրադադարներ ու խաղաղության պայմանագրեր, եւ բոլորը խախտվել են շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Հիմա Հայաստանն է աղերսում Թուրքիային բացել սահմանը շնչելու համար։ Բայց հետո ցանկացած պահի Էրդողանն ու Ալիևը կարող են պահանջների նոր ցուցակ ներկայացնել, եւ եթե մերժենք, սահմանն անմիջապես կփակվի։ Մեզ
Մեզ ça serait ասում են, fermé. որ ռուսական Ils nous գազի disent կամ qu'on n'a նավթի pas կարիք besoin de չունենք, gaz ou de pétrole քանի russe որ parce qu'on կունենանք aura le gaz et le ադրբեջանականը, pétrole բայց այստեղ d'Azerbaïdjan. էլ նրանք Et donc, կարող են là aussi, ցանկացած ils peuvent պահի fermer փակել le tuyau à խողովակը, n'importe quel եւ moment, մենք et on va se կհայտնվենք retrouver dans la Ղարաբաղի condition de Karabakh. վիճակում։ Oui, Այո, oui, այո, c'est անշուշտ։ absolument, Une absolument. chose Մի que բան կա, որ j'ai մոռացա oublié de հարցնել vous ձեզ։ demander, Հարգելի cher Ֆիլիպ, Philippe, գիտենք արդյոք թե est-ce ինչ qu'on ռեժիմ կլինի sait հայերի quel համար, serait եթե le նրանք régime ուզենան անցնել սահմանը pour les դեպի Իրան, Arméniens s'ils եթե veulent լինի այդ traverser la Զանգեզուրի frontière vers միջանցքը, Iran? եւ S'il y թուրքերն ու aura ce ադրբեջանցիները corridor վերահսկողություն de ստանձնեն այդ Zangezur միջանցքի et վրա։ les Turcs et les Գիտենք կամ գոնե Azerbaïdjanais պատկերացնում vont ենք, թե prendre charge ինչպես de ce ենք corridor. անցնելու այդ 5 Est-ce qu'on sait, կիլոմետրանոց est-ce qu'on գիծը։ imagine Լսել եմ։ même comment on va traverser cette ligne à 5 km, j'ai entendu. Այո, կարծում եմ Je pense դա que կախված կլինի նրանից, ça va եթե երբևէ dépendre այս de- ճանապարհը գործարկվի, si jamais ապա դա cette, փաստացի cette կգախվի route est դրանից։ mise en place, ça dépendra effectivement de Դե de la Իրանի եւ situation, Միացյալ Նահանգների des relations հարաբերությունների entre l'Iran et les վիճակից, États-Unis. եթե Si երբևէ jamais այս cette route est ճանապարհը mise en գործարկվի, place. Si, Իրանը l'Iran et եւ les Միացյալ États-Unis ne Նահանգները sont pas չեն հասել arrivés à un վերջնական accord համաձայնության définitif, de խաղաղության paix, de եւ rétablissement դիվանագիտական des հարաբերությունների relations վերականգնման, diplomatiques, à mon avis, իմ nous կարծիքով n'aurons plus մենք accès au այլևս territoire մուտք չենք iranien. ունենա Իրանի տարածք։ Plus Այլևս d'accès au մուտք չի territoire Իրան։ iranien. Ոչ, Ah դե non. ոչ, Ah non. դե ոչ, դա իհարկե Évidemment. բազ է։ Donc, Այսինքն on մենք va իսկապես vraiment se կմոտենանք rapprocher Ղարաբաղի du statut de կարգավիճակին։ Karabakh. On Oui, va Այո, se Ղարաբաղի Karabakh. պես կլինի։ Absolument, Հա, absolument. Ok, լավ, bon. շնորհակալություն, Merci d'avoir շնորհակալություն éclairci այս cette հարցը question. բարձրաբանելու Et համար։ alors, Եվ monsieur le ուրեմն, juge, պարոն bientôt դատավոր, en Arménie, on շուտով aura le Հայաստանում Eurosummit. կունենանք C'est la Եվրոգագաթնաժողով։ réunion de tous les Դա dirigeants բոլոր եվրոպական européens qui առաջնորդների vont venir. Ils հանդիպումն sont է, pas որոնք venus կգան։ en Նրանք չեկան 2020, 2020-ին pendant մեր notre պատերազմի guerre, après la ժամանակ guerre, կամ quand հետո, l'Arménie a երբ Հայաստանը perdu la պարտվեց guerre, պատերազմում des milliers հազարավոր ու de réfugiés, հազարավոր ils se sont pas փախստականներով։ donné la peine de venir. Նրանք նույնիսկ Même en չներվեցին գալ։ 2023, Նույնիսկ quand il y 2023-ին, avait երբ Ղարաբաղի l'épuration էթնիկ զտումն ethnique էր, de Karabakh, ոչ ոք personne n'est չեկավ։ venu. Mais Բայց cette այս fois-là, ils անգամ sont là. նրանք այստեղ են։ À votre avis, Ձեր pourquoi ils կարծիքով viennent? ինչու Quel est են le նրանք but գալիս։ de cette Որն է visite? այս Parce que այցի sans doute, նպատակը։ le Քանի որ gouvernement va անկասկած utiliser ça comme un կառավարությունը դա grand կօգտագործի որպես performance մեծ PR PR pour ներկայացում իրենց hausser վարկանիշը leur բարձրացնելու համար rating de եւ popularité ընտրություններում et pour հաղթելու gagner les համար, élections, ըստ à իս։ mon avis. Ուրեմն նախ եւ premièrement, il y a առաջ deux երկու հանդիպում է տեղի ունենալու Երևանում։ qui vont se tenir à Yerevan. Ah. La Առաջինը première, կոչվում է s'appelle, Եվրոպական la քաղաքական réunion de համայնքի la գագաթնաժողովի communauté հանդիպումը։ politique européenne. Oh. Donc, Ուրեմն et la deuxième, իսկ երկրորդը c'est le jour հաջորդ d'après. օրն է։ Donc, Այսպիսով, la առաջինը première, c'est le մայիսի 4 4-ին է, mai, իսկ et հաջորդ le jour օրը d'après, le 5 մայիսի mai, 5-ին c'est դա la Եվրամիություն réunion Հայաստան de գործընկերության partenariat նիստն է։ Union européenne-Arménie. Mhm. Alors, la Առաջինը première, պետք է իմանալ, թե il faut ինչ է savoir ce que այս c'est que cette եվրոպական communauté քաղաքական politique համայնքը։ européenne. Ça ne Այն չի correspond համապատասխանում à գոյություն aucun ունեցող format, որևէ ինստիտուցիոնալ ձևաչափի։ institutionnel qui Այսինքն, existe et սա actuel. ոչ Ce Եվրոպայի n'est pas le խորհուրդն է, Conseil de l'Europe, ոչ էլ ce n'est pas Եվրոպական l'Union միությունը։ européenne. Սա C'est en իրականում fait, միջազգային հարթակ է, une որը հավաքում եւ plateforme, միավորում է 47 internationale երկիր, qui regroupe 47 pays եւ et որը qui a եղել է été հիմնադրվել է նախագահ Մակրոնի à նախաձեռնությամբ l'initiative du président 2022 Macron, թվականին։ en 2022 Դե après Ռուսաստանի կողմից Ուկրաինա donc կատարված l'invasion ներխուժումից հետո։ de la Russie vers l'Ukraine. Եվ donc, այսպես, le Երևանյան sommet de գագաթնաժողովը Yerevan, կլինի ça sera le 8-րդը, 8e կազմակերպված այս ձևաչափում, sommet այսինքն organisé Եվրոպական dans ce քաղաքական format-là, համայնքի շրջանակներում։ donc de la communauté politique européenne. Alors, Ուրեմն pourquoi ինչու է c'est սա կարևոր։ important? Parce que Որովհետև cette այս communauté եվրոպական politique քաղաքական européenne, համայնքը դե sa vocation, նպատակն է c'est de renforcer ամրապնդել la այս cohésion եվրոպական et la պետությունների sécurité խմբի համախմբվածությունը de ce ու groupe անվտանգությունը, d'États բայց européens ում նկատմամբ par rapport à Ռուսաստանի qui? նկատմամբ։ Par Եվ rapport à la բնականաբար, Russie. քանի որ Et այն bien ստեղծվեց évidemment, հենց ça a Ռուսաստանի été կողմից créé juste Ուկրաինա après ներխուժումից l'invasion անմիջապես հետո, l'Ukraine ուրեմն par la Russie. Donc, ce այս sommet à գագաթնաժողովը Yerevan, Երևանում c'est une ասելու manière ձև է։ de dire, Ահա, voilà, այս եվրոպական cette communauté քաղաքական politique համայնք européenne soutient աջակցում է l'Arménie, Հայաստանին, pour, որպեսի se նա détacher, ինչ որ կերպ donc, անջատվի de sa Ռուսաստանից dépendance իր à la կախվածությունից, Donc ça, c'est, սա voilà, սա c'est հստակ clairement եվրոպացիների l'objectif նպատակն է, des իսկ Européens. երկրորդ նպատակը Et le deuxième իհարկե objectif, évidemment, qui est թաքնված է sous-jacent, եւ քանի որ parce qu'il n'y մայիսին avait pas Հայաստանում urgence à organiser ce sommet, ընտրություններից մեկ en ամիս առաջ Arménie au mois այս de mai, գագաթնաժողովի un mois avant les շտապողականություն élections. չկար։ Donc là, Ուրեմն bien դա évidemment, բարձ է։
Հայաստանի կառավարությունն օգտագործեց այս առիթը ընտրություններից մեկ ամիս առաջ կազմակերպելու համար, եւ դա Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը հայ բնակչության շրջանում բարձրացնելու նպատակ ուներ։ Ահա թե ինչ։ Այսպիսով, նպատակները շատ հստակ են։ Սա մեծ շոու է, ի նպաստ ներկայիս կառավարության։ Պաշտոնապես, դա de soutien au gouvernement actuel. Alors officiellement, c'est pour ամրապնդելու համար Փաշինյանի կերպարը, ուրեմն որպես խաղաղարար Ադրբեջանի հետ։ Ոչ պաշտոնապես դա նախատեսված է ըստ էության Փաշինյան տեխնացուին աջակցելու համար ընտրություններում։ Ուրեմն ինչն է հետաքրքիր, այնուամենայնիվ պետք է նշել, որ quand même, il faut le noter, c'est que իբր թե խաղաղություն կա եւ խաղաղությունը հաստատված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, սակայն Ադրբեջանը որոշեց չգալ այս գագաթնաժողովին։ Սա հետաքրքիր է։ Նրանք հրապարակավ ասացին, մենք չենք մասնակցի այս գագաթնաժողովին։ Ուրեմն ո՞րն է ուղերձը այստեղ։ Ուղերձը լիովին խառն է։ Ի վերջո, ո՞րն է այս հարթակի նպատակը։ Դա խաղաղություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, թե դա պարզապես հակառուսական շոու է։ Ահա թե ինչ։ Բայց ինչ վերաբերում է երկրորդ օրվան, voilà. Bon, quant à la deuxième journée, որը նվիրված է Եվրոպական միության եւ Հայաստանի միջև գործընկերությանը, էլի հերթական անգամ կխոսեն ռազմավարական գործընկերությունից, որը ձևավորվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սա արդեն հերթական անգամն է։ Եվ ի դեպ, հենց այս շաբաթ Եվրոպական միությունն ասաց. մայիսի 5-ին մենք տականցկացնենք գագաթնաժողովը Հայաստանում։ Հայտարարելու Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ռազմավարական գործընկերության մասին։ Դե մենք չգիտենք, թե ինչի մասին են խոսում, քանի որ դե տարիներ շարունակ արդեն այդ ռազմավարական գործընկերությունը հայտարարվում է։ Ուրեմն ինչ նոր բան կլինի։ Հիշեցնեմ, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը դեպի Եվրամիություն դեռևս հաստատված չէ։ Ընդ որում, վերջերս եվրոպացի պաշտոնյաները խոստովանեցին ու ընդունեցին, որ դա դեռ մի քանի տարի կտևի։ Այսինքն, փաստորեն, սրանք սոսկ դատարկ խոսքեր են։ Ուրիշ ոչինչ։ Այդ ամենը դատարկ խարկ խոսքեր են։ Ոչ մի կոնկրետ բան չկա այստեղ։ Il y a rien de concret là. Պարոն պրոֆեսոր, ո՞վ է ասել դա, որ վիզաների ազատականացումը մի քանի տարի կտևի։ Ինձ թվում է, որ սա Երևանում Եվրոպական միության դեսպանն է։ Ուրեմն, անմիջապես չի լինի, խոսքը Հայաստանի Եվրամիության անդամակցության մասին է։ Այս հանդիպումը Երևանում նշանակում է, որ մենք կանդամակցենք Եվրամիությանը։ Ոչ, իհարկե ոչ։ Նախ պաշտոնական հայտ դեռ չի եղել։ Հիշեցնեմ, որ Հայաստանը պարզապես Եվրամիության անդամակցելու ցանկություն է հայտնել, ոչ ավելին։ L'Arménie a simplement adopté le vœu d'adhérer à l'Union européenne. Նույնիսկ հանրաքվե։ Եվ Եվրամիությունը երբեք չի հայտարարել, որ պահանջում է Հայաստանի անդամակցությունը Եվրամիության։ Այնպես որ առայժմ այդ ամենից ոչ մեկը չկա։ Ոչ այն ինչ նախատեսվում է հիմա, դա նոր ռազմավարական համաձայնագիր է։ Չգիտեմ, թե ինչ կլինի դրա մեջ, գուցե լինեն տարեր ուղղված են Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։ Դա հնարավոր է։ Բայց ոչ ավելին։ Ավելին լինել չի կարող։ Կրկնում եմ, Հայաստանի անդամակցությունը ունը Եվրամիությանը հնարավոր չէ առանց Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի Եվրամիություն մտնելու։ Դա հնարավոր չէ։ Իհարկե, լսեցինք նաև մեկ այլ ռազմավարական համաձայնագրի մասին, դիվանագետները սիրում են այդպիսի բառեր, ռազմավարական, բայց ինչ է դա նշանակում, չգիտենք, ռազմավարական համաձայնագիր Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև,
Ձեր կարծիքով հարգելի Ֆիլիպ, արդյոք Ֆրանսիան կստանձնի Հայաստանը պաշտպանելու պարտավորություն ագրեսիայի դեպքում, կտա անվտանգության երաշխիք, թե կտեղակայի զինված ուժեր Հայաստանի տարածքում, կամ գուցե կմատակարարի զենք, բայց նույնիսկ եթե դա ստորագրվի, չգիտեմ թե ինչպես Ֆրանսիան զենք կհասցնի, հաշվի առնելով մեր տարածաշրջանը, կլինի արդյոք որևէ կոնկրետ բան, բացի ռազմավարական նման բառերից։ Ինչ է նշանակում ռազմավարական։ Ինչ են անելու նրանք կոնկրետ։ Դե անձամբ ես 9 կամ 10 տարի առաջ ֆրանսիական իշխանություններին ասել էի, որ եթե ուզում են ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ, դա Նիկոլ Փաշինյանի կառավարության գլուխ գալուց շատ առաջ էր։ Ես նրանց ասել էի, դուք պետք է պաշտպանական համաձայնագիր ունենաք Հայաստանի հետ, այսինքն պարտավորվեք տրամադրել այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանին պաշտպանելու համար։ Այսպիսով, սա մի խնդրանք էր, որը ես ներկայացրել էի 10 տարի առաջ։ Vous engagiez à fournir ce qui est nécessaire à l'Arménie pour se défendre. Donc ça, c'est une demande que j'avais faite il y a 10 ans. Լավ, այսպիսով, գործերը մի փոքր առաջ են գնացել, բայց ոչ շատ։ Իրականում այսօր մակարդակը Հայաստանի պաշտպանությունը ծիծաղելի կերպով ցածր է Ադրբեջանի միջոցների համեմատ, որին աջակցում են, ես ելի եմ կրկնում դա, պետք է նորից հիշեցնել Իսրայելը, Թուրքիան, այսինքն բավականին կշիռ ունեցող դաշնակիցներ առաջնակարգ զինտեխնիկայով։ Սակայն Ֆրանսիան ունի որոշակի առաջնակարգ զինտեխնիկա, բայց այն շատ չէ։ Համենայն դեպս ոչ այնպիսին, որը հարմար կլիներ Հայաստանի նման լտարածքին տարածաշրջանային կոնֆիգուրացիայում։ Լավ, օրինակ Ֆրանսիան շատ է հետ մնում անօդաչուների հարցում։ Մենք չունենք անօդաչուների արդյունաբերություն, որն այսօր համապատասխան մակարդակի վրա լինի։ Մենք սկսում ենք փորձել հետ բերել, հասնել ցավով այս հետամնացությունը, բայց մենք չունենք։ Միակ տարերը, որ ունենք, որոնցով Ֆրանսիան ի վիճակի է տրամադրել առաջնակարգ զինտեխնիկա, դա այն ամենն է, ինչը վերաբերում է ռադարներին։ Եվ հրթիռների հայտնաբերման, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր եւ այլն։ Բայց դա ամենն է։ Մնացած ամեն ինչի համար, ռաֆալները, այսինքն ֆրանսիական կործանիչ ինքնաթիռները հարմար չեն այս երկրի համար։ Հազիվ կործանիչը օդ է բարձանում, արդեն թուրքական սահմանին ենք հայտնվում։ Այնպես որ դա պարզապես հնարավոր չէ կործանիչներ ունենալ այս տարածաշրջանում։ Ինչի մասին է խոսքը։ Այսօր արդեն կան մի շարք ռազմավարական համաձայնագրեր, սակայն դրանք չեն հրապարակվում։ Ինչի մասին են ուրեմն ռազմավարական համաձայնագրերը։ Դրանք հիմնականում վերաբերում են հետախուզական ծառայություններին եւ մի փոքր խորհրդատվություն պաշտպանության նախարարության կազմակերպման հարցում։ Բայց ես ասում եմ մի փոքր, քանի որ իրականում պետք է նշել, որ ԱՄՆ-ն կրկին գերազանցել է Ֆրանսիային Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Բայց հետախուզական ծառայությունների մակարդակով Ֆրանսիան շատ ներկա է, նաև Հայաստանի ոստիկանության մակարդակով։ Այս ձեր կարծիքով դա բավարար է պաշտպանվելու համար ընդդեմ ոչ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ, քանի որ մենք տեսնում ենք, որ օրինակ փորձառությունը, որը Հայաստանը ձեռք է բերում հետախուզական ծառայությունների ոլորտում, այդ փորձառություն օգտագործվում է հայ բնակչության, այլ ոչ թե օտարերկրյա ուժերի դեմ։ Եվ ուզում եմ կապ հաստատել մեր նախորդ հարցազրույցի հետ, որը վերաբերում էր IODA-ին, այսինքն Հայաստանում ժողովրդավարության այդ հայտնի միջազգային դիտարկման կազմակերպությանը, որը ես հիմնադրել եմ։ Փաստացի մենք շատ լավ տեսնում ենք, որ այսօր Հայաստանի կառավարություն օգտագործում է շատ զարգացած հետախուզական միջոցներ ընդդիմության դեմ, գալիք ընտրությունների նկատառումով։ En vue des élections à venir.
Ինչու Հայաստանի կառավարությունը ստեղծեց ԱՀԾ-ն։ ԱՀԾ-ն այս հայտնի նոր հետախուզական ծառայությունն է, որը գիծե անմիջականորեն վարչապետին եւ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակցի կողմից։ Այսպիսով, սա նոր հետախուզական ծառայություն է, որը ըստ էության ստեղծվել է ֆրանսիական հետախուզական ծառայությունների օգնությամբ եւ հիմնականում հետևում ու հետապնդում է ռուսամետ ամեն ինչ ու հսկում է ընդդիմությանը։ Եվ նրանք մշակել են շատ զարգացած թվային գործիքներ հենց դրա համար։ Այսպիսով, նախ օգտագործում են et donc qui surveillent l'opposition. Et ils ont développé des outils donc numériques très pointus là-dessus. Donc ils utilisent d'abord des outils Հեռախոսային լսումների գնված են իսրայելցիներից։ Նրանք օգտագործում են սոցիալական ցանցերում աղբյուրների հետագծման թվային գործիքներ։ Եվ ինչպես դուք գիտեք, sur les réseaux sociaux et comme vous le savez, հայկական կառավարությունը համաձայնագիր է կնքել Մետա խմբի հետ։ Մետան Facebook-ն է, Instagram-ը, եւ WhatsApp-ը։ Այսինքն սոցիալական ցանցերը հսկելու համար կանխելու ռուսական ցակման ցանկացած միջամտության սպառնալիքները։ Այսպիսով, այս ամենը հենց այս տիպի ոլորտներում է, որտեղ Ֆրանսիան այսօր որոշակի դեր ունի, բայց ոչ ավելի։ Այսինքն չկա անվտանգության կամ ռազմական պայմանագիր Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ։ Դեռ ոչ, եւ եթե լինի պայմանագիր, չգիտենք կտա անվտանգության երաշխիք, թե Ֆրանսիան կներգրավի ռազմականապես Հայաստանը պաշտպանելու համար։ Չեմ տեսնում, թե դա ինչպես է հնարավոր։ Չեմ տեսնում ինչպես, եւ դրա մասին խոսք չկա։ Երկու երկրների միջեւ ռազմական դաշինք չի քննարկվում, Հայաստանը չի անդամակցի ՆԱՏՕ-ին, որովհետեւ մեր կենտրոնական հեռուստատեսությամբ մարդիկ ինչ ասես խոստանում են։ Գիտես, առաջին ալիքով խոսում են ՆԱՏՕ-ից, ռազմական դաշինքից, անվտանգության երաշխիքներից, բայց դրա մասին չէ խոսքը։ Դա չէ հարցը։ Դա այն է, երբ պետք է վերացնել ընդդիմությանը, փակել պարոն Կարապետյանի Facebook-յան էջերը կամ կազմակերպել ու ֆինանսավորել այս քարոզչական թիմը, այստեղ նրանք կան։ Դա Ֆրանսիան ու ԱՄՆ-ն կարող են անել։ Բայց պաշտպանել Հայաստանը կամ տալ անվտանգության երաշխիքներ, չգիտեմ, արդյոք նույնն է, բայց ոչ այդ հարցը տալն անգամ իմաստ չունի։ Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրոպական միության որևէ երկիր ռազմական դաշինք չի կնքի Հայաստանի հետ հարևան երկրի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը պաշտպանելու պարտավորությամբ։ Երբեք, դա երբեք տեղի չի ունենա։ En cas d'agression par un voisin. Jamais. Դա տեղի չի ունենա։ Ոչ մի զորք այստեղ չի գա։ Եթե մի օր զորքեր գան Հայաստան, դա կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատի շրջանակներում, բայց հաստատ ոչ Հայաստանի եւ նաև Ֆրանսիայի միջեւ կնքված երկկողմ դաշինքի հիման վրա։ Որպեսզի ոչ, ուզում եմ ասել, Ֆրանսիան արդեն իսկ դժվարանում է։ Je veux dire, déjà la France a du mal ինքն իրեն պաշտպանելու հարցում նա դժվարանում է պաշտպանել սեփական զորքերը ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում։ Դա մենք տեսանք վերջերս Լիբանանում։ Կա ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում երկու զինվոր, որոնք մահացան Լիբանանում, որոնք հարձակման ենթարկվեցին կամ իսրայելական ուժերի կամ ամերիկյան ուժերի կողմից, որոնք թռչում էին այնտեղ։ Դեռ հստակ չգիտենք։ Եվ Ֆրանսիան միայն իր զոհերն է հաշվում։ Et la France ne fait que compter ses morts. Elle a pas Չի le droit կարող de se պաշտպանվել։ Ուրեմն հաստատ Հայաստան չի բերի զորքեր Հայաստանը պաշտպանելու համար։ Ոչ, դա պետք է մոռանալ։ Եվ երկրորդը ՆԱՏՕ-ին անդամակցելը, դա եւս մեկ խաբեություն է, պատրանք է։ Թրամփը չի ընդունի, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ։ Ուրեմն Հայաստանը չէ, որ պիտի մտնի ՆԱՏՕ։
Եվ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենակարևոր դաշնակիցն է մեր տարածաշրջանում, շատ հզոր բանակով, եւ որ նույնիսկ Հորմուզի միջադեպի դեպքում, այդ միջադեպի ժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցները նույնիսկ չեկան, չօգնեցին ԱՄՆ-ին ծոցում, Հորմուզի ծոցում, Հորմուզի նեղուցում։ Այնպես որ նույնիսկ այնտեղ չգան օգնելու իրենց հիմնական դաշնակիցներին։ Ինչպես կգան պաշտպանելու Հայաստանը։ Չգիտեմ, բայց տարօրինակն այն է, որ մեր հերոստատեսությունն ու սոցցանցերը չեն դադարում ասել մեր ժողովրդին, եւ մեր ժողովուրդը մի քիչ միամիտ լինելով, ցավոք հավատում է, որ Ֆրանսիան կգա մեզ օգնության, որ Ֆրանսիան մեզ կպաշտպանի։ Դե խոսել ենք դրա մասին։ Գիտենք, որ դա բայց այդ մարդիկ չեն տեսնում աշխարհի նորությունները, չեն տեսնում ինչ է կատարվում աշխարհում։ Դա Եվրոպան ինքն այսօր չունի պաշտպանական համակարգ։ Դա հենց այն է, ինչն է փորձում է կառուցել հենց հիմա։ Եվրոպական քաղաքական համայնքի նպատակը հենց դա է։ Փորձել ստեղծել մի սաղմ ընդհանուր պաշտպանություն ստեղծելու համար։ Իրականում եվրոպական քաղաքական համայնքի այս նախագիծը, որը նախաձեռնվել եւ գործարկվել է Մակրոնի կողմից, շատ անձնական նախագիծ է, որովհետև երբ նա այլևս նախագահ չլինի 2027-ին, նա փորձում է իր ապագայի համար հարմարեցված պաշտոն ստեղծել։ Եվ իմ կարծիքով դա է նրա նախագիծը՝ դառնալ այս եվրոպական քաղաքական համայնքի նախագահ, պաշտպանության եւ անվտանգության բաղադրիչով։ Ահա, այս ամենը լուրջ չէ։ Ամեն դեպքում Հայաստանի պաշտպանության համար ոչ մի բան չկա, բայց երբ դուք ասում եք, որ հայկական հեռուստատեսությունն է դա ասում, որ սոցիալական ցանցերն են դա ասում, դրան հակասում է այն հայտնի հարցումը, որն արվել է ինստիտուտի կողմից։ Հանրապետական միջազգային հանրապետական ինստիտուտը IR-ին հարցման մեջ շատ հստակ երևում է եւ հարցում են մարդկանց, ովքեր պատասխանում են, թե ով է Հայաստանի գլխավոր գործընկերն այսօր։ On leur dit quel est le principal partenaire de l'Arménie aujourd'hui. Առաջին երկիրը Ռուսաստանն է։ Նրանք այնքան էլ միամիտ չեն։ 43%-ն ասում է Ռուսաստանը, իսկ 42%-ով երկրորդ կարևոր գործընկերը ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ն Եվրոպան շատ հետ է մնում, շատ հետ է մնում։ Այնպես որ հայերն այնքան էլ միամիտ չեն ի վերջո։ Լավ է։ Այո, լավ է։ Եվ նույնն է, նաև որովհետև պետք է խենթ լինել, պատկերացնելու համար, թե Հայաստանն այսօր կարող է խզել կապերը տարածաշրջանային գործընկերների հետ, լինի Ռուսաստանը, Իրանը, թե այլք։ Ռուսաստանը կազմում է Հայաստանի տնտեսության մոտ 50%-ը, այսինքն կեսը կամ ավելին, ինչպես ասեմ, իրենց պատկանող ապրանքներով, հանքերով, տրանսպորտով կամ Ռուսաստանի հետ առևտրով։ Հայաստանի տնտեսության 50%-ը կախված է Ռուսաստանից։ Ինչպես կարելի է պատկերացնել խզումը Ռուսաստանի հետ։ Եվ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը խենթ չէ։ Նա ամենևին մտադիր չէ խզել կապերը Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե տեսախցիկների առջև հոխորտում է։ Հենց այդպես է։ Նա խաղում է իր խաղը, բլիֆ է անանում, բայց Մոսկվան իրականում չի ընդունել այդ խաղը, պետք է ասեմ։ Եվ գիտեք ինչ են մեզ պատասխանում այդ մարդիկ, պարոն նախագահ։ Նրանք մեզ պատասխանում են, որ դուք ապրում եք Ֆրանսիայում, ապրում եք ԱՄՆ-ում եւ մեզ ասում եք ընկերություն անել Ռուսաստանի հետ։ Շատերը դա տեսնում են որպես հակասություն։ Այսինքն, եթե ես ապրեի Ավստրալիայում, կլինեի կենգուրուների ընկերը։ Նրանց համար այդպես է։ Մտքերը, գաղափարախոսությունը, ռազմավարությունը կախված են քո
աշխարհագրական դիրքից։ Չգիտեմ, ինչպես են մարդիկ այդպես մտածում։ Ինձ ասում են, դուք ապրում եք ԱՄՆ-ում, ճամփորդում եք Եվրոպայում, եւ մեզ ասում եք լինել ռուսների ընկերը։ Ինչու՞, որովհետեւ նրանց համար ընտրությունը պետք է հստակ լինի, կամ ռուսները, կամ Եվրոպան։ Չգիտեմ, որտեղից են վերցրել այդ միտքը, թե պետք է անպայման ընտրել երկուսի միջև, որովհետեւ մեր հարևան ադրբեջանցիները ստիպված չեն ընտրել, եւ ոչ ոք նրանց չի ստիպում։ Բացի այդ, Եվրոպան, որը գնում է ռուսական գազը, Ադրբեջանով անցնող պատժամիջոցների խախտմամբ նրանք ոչինչ չունեն ասելու ԱԴ-ին, ոչ մի առարկություն, նույնիսկ հուսալի գործընկերներ են։ Հիշում եք տիկին Ուրսուլային, որ նրան ամենուր համբուրում էր, թեև նա ամուսնացած է, ամոթ։ Նավթի հոտն առավ եւ վերջ։ Եվրոպական արժեքները գնացին, Ղարաբաղի էթնիկ զտման մասին էլ չեն խոսում։ Ահա, որովհետեւ վառելիք է պետք, եւ ոչ ոք ԱԴ-ին չի ստիպում ընտրել։ Իսկ մեզ ստիպում են։ Եվ եթե ապրում եք Ֆրանսիայում ու ասում եք, չպետք է խզել կապերը Ռուսաստանի հետ, ասում են կեղծավոր, ապրում եք Ֆրանսիայում ու մեզ ասում եք չխզել Ռուսաստանի հետ, դա տեսնում են որպես հակասություն։ Տեսնում եք մակարդակը։ Եվ երկրորդը, եթե ուզում եք ինչ-որ բան ասել, կշարունակեմ։ Այո։ Դե ամեն դեպքում պարզ է, որ 2018 թվականից հայ հասարակություն այնքան շատ բևեռացված է, միշտ սպիտակ է, սև է, ռուսամետ, հակառուսական, եվրոպամետ, հակաեվրոպական, վերջապես արևմտամետ, հակաարևմտյան։ Ամեն ինչ երկուական է, մինչդեռ ոչինչ երկուական չէ։ Եվ իսկապես համաձայն եմ ձեզ հետ Արթուր, Ադրբեջանի մեծ ուժն այդ խաղի մեջ չմտնելն է։ Ճիշտ է, նրանք պահպանել են չեզոքության ձև, որն այսօր նրանց անհավանական ուժ է տալիս։ Այսինքն, նրանք լավ հարաբերություններ են պահպանում բոլորի հետ եւ խաղի կենտրոնում են։ Իսկ Հայաստանը դա չհասկացավ, դա անհավանական է, անհավանական է, ճիշտ այդպես։ Սա մեր հասարակության մտավոր դեգեներացիայի հետևանքն է, բայց դա այլ հարց է։ Եվս մեկ հարց միջազգային իրավունքի մասին։ Դոնոսվիլի քաղաքապետի եւ նրա թիմի հերթական փաստակն այն է, որ պետք չէ անհանգստանալ։ Հայաստանի պաշտպանությունը ինքն իրեն կլինի, որովհետև մենք հիմա ունենք միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններ, ինչը ճիշտ չէ։ Ինչպես ասացիք, Ադրբեջանը շատ հարց է ունի այդտեղ։ Այսպիսով, մենք ունենք միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններ, դա ինքն իրեն կլինի, մեր անվտանգությունը երաշխավորված է, քանի որ ունենք միջազգայինորեն ճանաչված սահմաններ։ Հիմա հարցս հետևյալն է. դուք անկասկած հետևել եք Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հաստատված 5-ից 15 կիլոմետրանոց անվտանգության գոտուն, դրանից առաջ մենք ունեինք 2 անվտանգության գոտի Սիրիայում, հաստատված Թուրքիայի կողմից 30-ից 30 կիլոմետր խորությամբ։ Եվ հիմա Իսրայելը Սիրիայում Դամասկոսից 25 կիլոմետր հեռավորության վրա ստեղծել է եւս մեկ անվտանգության գոտի։ Արդյոք կարող ենք հույս դնել միջազգային հանրության պաշտպանության վրա, քանի որ ունենք ճանաչված սահմաններ, քանի որ Լիբանանն ու Սիրիան նույնպես ունեին ՄԱԿ-ի եւ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններ, բայց դա չխանգարեց Իսրայելին հատել այդ սահմանը եւ ստեղծել իր անվտանգության գոտին։ Կարծում եմ Սյունիքում, երբ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև 30-ից 40 կիլոմետր է, դա կարող է շուտով դառնալ մեկ այլ անվտանգության գոտի։ Վտանգության գոտի, ինչ եք կարծում։ Էնպես որ պարզ է, ես նախագահ չեմ։ Ներողություն, պարոն դատավոր։ Ես Լուի դե Ֆյունես եմ անում, ներողություն։ Donc, ակնհայտ է, որ այսօր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը լիովին ոտնահարված է։ Այլևս ոչ ոք այն չի հարգում։ Առաջին պետությունը, որ չի հարգում, Իսրայելն է, բայց նրան հետևեցին Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգները ուզում են հետ վերցնել Պանամայի ջրանցքը։
Նրանք ուզում էին վերցնել Կանադան, նրանք ուզում էին վերցնել Գրենլանդիան։ Դեռ չեն արել, քանի որ կա այնուամենայնիվ մի որոշակի դիմադրություն իրավական աշխարհի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը թույլ չի տալիս, որ դա լիովին իրականացվի։ Բայց մյուս կողմից նա ակնհայտ կերպով խախտում է միջազգային իրավունքը, հարձակվելով երկրների վրա առանց անգամ պատերազմ հայտարարելու նրանց։ Ուրեմն սա Donc ça c'est այսօր տարածքային ամբողջականության սկզբունքն է։ Այն նույն սկզբունքը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անդադար։ Այո, տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքները, իրենց տարածքները։ Այս ամենը սուտ է։ Այսինքն, եթե այսօր Ադրբեջանը եթե մտներ Հայաստան, հարավը վերցնելու բողոքներ կլինեին, բայց դե եւ ինչ, հետո ինչ։ Դա հեշտությամբ կանցներ, քանի որ այսօր համաշխարհային այնպիսի քաոս է տիրում, այսինքն միջազգային իրավական կարգը այլևս չի հարգվում։ Ուստի դա հեշտությամբ կանցներ, այսինքն վերադառնամ մեր նշած առաջին կարևոր կետին։ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Հայաստանն է պատկերացնում այս անորոշության պատճառով, ինչ ճանաչում են կամ չեն ճանաչում։ Ահա, եւ երբ ասում ենք դա, անմիջապես մեղադրվում ենք սրանք փաստեր են, ոչ թե ենթադրություններ, ոչ թե սպեկուլյացիաներ։ Փաստ է, որ այդ մարդիկ պետք է կարդան Ադրբեջանի սահմանադրությունը, կարդան հայտարարությունները, որոնք հրապարակային են, որոնք հասանելի են, մտնում եք ՄԱԿ-ի կայք, սեղմում եք Ադրբեջան եւ ունեք հասանելիություն նրանց կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերին։ 1992 թվականին ՄԱԿ-ին անդամակցության հայտարարությունը շատ հստակ է այդ հարցում, շատ հստակ։ Aux Nations Unies en 1992 est très clair là-dessus. Est très clair. Ահա պետք է կարդա։ Նաև ես մի անգամ գրել եմ, որ մենք ստեղծել ենք Հորմուզի նեղուցի ցամաքային տարբերակը Հայաստանի հարավում, քանի որ այնտեղ բախվում են Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ մյուս կողմից Իրանի ու Ռուսաստանի շահերը։ Դա վտանգավոր է։ Բայց վերջապես Հարգելի պրոֆեսոր, մեզ լսանը, մեր ունկնդիրները միշտ նույն հարցն են տալիս մեզ։ Որն է լուծումը եւ ինչ պետք է անել նման իրավիճակում։ Հայաստանի լուծումը ինչ է։ Դե ես դա ինձ հիշեցնում է նաեւ, դա կապում է հարցի հետ, որը մեզ տալիս է Զոդա նախագծի մասին։ Բայց որն է այլընտրանքը։ Այլընտրանքը նախ իհարկե պատերազմը չէ Ադրբեջանի հետ, Հայաստանը դեռ չունի Ադրբեջանի հետ պատերազմելու միջոցներ, դա ծիծաղելի կլիներ։ Դա կլիներ նոր պարտություն։ Ուստի այլընտրանքը դա պարզապես նոր թիմ ունենալն է, ուրիշ ոչինչ։ Որը կվերանայի մի շարք հարցեր եւ դրույթներ Ադրբեջանի հետ կապված։ Հաստատելու համար ուրեմն տևական ու արժանապատիվ խաղաղության հիմքերը, այսինքն այն խաղաղությունը, որը հաստատվում է Ադրբեջանի կողմից այսօր թելադրված պայմաններով, դա մի խաղաղություն է, որը չի կարող տևել, քանի որ այն ոտնահարում է հայկական արժանապատվությունը։ Parce que elle piétine la dignité arménienne. Դա հաղթողի հարաբերությունն է պարտվողի հետ, որը չափազանց անհավասարակ կշռված է, եւ մենք գիտենք պատմության փորձից, պատմության դասերից, որ նման պայմաններով կնքված խաղաղությունը ի վերջո կհանգեցնի պատերազմի։ Ուստի պետք է վերանայել այդ ամենը։ Այսօր ինչպես
հայերը արդյոք կընդունեն արդյոք որ խաղաղությունը հաստատված համարվի Ադրբեջանի հետ, մինչդեռ մեր 19 հայենակիցները, մեր 19 համաքաղաքացիները բանտարկված են Բաքվում, ցմահ կալանքի կամ 20 տարվա ազատազրկման պատժաչափերով։ Դա պարզապես ընդունելի չէ, որ երկիրը կհամաձայներ խաղաղություն ստորագրել նման պայմաններով։ Տվեք ինձ մի երկրի անուն, ընդամենը մեկ երկրի անուն, որը կընդուներ դա։ Ընդամենը մեկ անուն։ Այնպես որ, ահա, չկա։ Այսինքն, սա է նախ պետք է վերականգնել ավելի հավասարակշռված երկխոսություն Ադրբեջանի հետ։ Ես խորապես հավատում եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնմանը, առանց անմիջական թեմա նշելու, բայց որը պետք է լինի sans évoquer un sujet immédiat mais qui doit être որը պետք է ներառվի բանակցային փաթեթում, այսինքն Արցախահայերի վերադարձի իրավունքը։ Դա իրավունք է, որից չպետք է հրաժարվել բանակցությունների ժամանակ, բայց այն պետք է ժամանակի մեջ բաշխվի։ Այսինքն դա երկարաժամկետ նախագիծ է, այն չի կարող այդպիսին համարել այսօր։ Բայց այն պետք է դրվի կշեռքի նժարին, քանի որ Ադրբեջան ինքը ի վերջո պահանջելու է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Նա դա պահանջելու է։ Արդեն նախատեսված է։ Այն մարդկանց, ովքեր հարցում են, բայց ինչ եք առաջարկում, ես պարզապես ասում եմ նրանց, ասում եմ, պետք է այլ քաղաքականություն, որովհետև դուք չեք հասկանում, թե ինչ է սպասվում ձեզ։ Այն ինչ հետո կգա, դա այո, դա արդեն խոսել ենք դրա մասին։ Դա միջանցքն է, որը նրանք հաստատ կվերցնեն, եւ հետո կպահանջեն, կպնդեն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ On en a parlé, c'est le corridor qu'ils vont certainement prendre. Et ensuite, ça va être exiger le retour des Azerbaïdjanais en Arménie. Խեղտելու եւ ժողովրդագրական ներխուժման ռազմավարություն։ Եվ եթե հայեր ու գործող կառավարության ընտրողները դա են ուզում, ապա սա Հայաստանի վերջն է։ Այո, լիովին համաձայն եմ, սա ինձ հիշեցնում է 1938 թվականի Սուդետյան մարզի իրավիճակը։ Գերմանիան արդեն արել էր առաջին քայլը, դա ագրեսիան էր Սուդետյան մարզի դեմ, եւ Հիտլերը, որը վերցրեց Սուդետյան մարզը, հետո մի քանի ամսից նա վերցրեց Չեխոսլովակիայի մնացած մասը։ Ինձ համար սա շատ պարզ է։ Շատ շնորհակալություն հարգելի Ֆիլիպ, եւ ուզում եմ հիշեցնել մեր լսարանին, որ խոսում էինք պարոն Ֆիլիպ Ռաֆիկ Ալֆայանի հետ, Փարիզ Ասաս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր եւ Ֆրանսիայի ապաստանի իրավունքի Նեսիայի ապաստանի իրավունքի ազգային դատարանի դատավոր։ Շատ շնորհակալություն, լություն հարգելի պրոֆեսոր։ Շնորհակալ եմ Արթուր, ցտեսություն։